Զոնասկեմ ինչով է զբաղվում բժիշկ ռեպրոդուկտոլոգը։ Ռեպրոդուկտոլոգիան բժշկության այն մասնագիտությունն է, այն ճյուղն է, որտեղ բժշկությունը եւ հրաշքը իրար հետ համահունչ են։ Արտամարմնային բեղմնավորմամբ երեխեքը հիվանդոտ են։ Խնդրեմ։ Հետազոտությունները ցույց են տվել, որ արտամարմնային բեղմնավորումով ծնված երեխաները նույնքան առողջ են եւ կասեի նույնիսկ որոշ չափով առավել առողջ։ 6 սպերմոգրամի ցուցանիշ իրան պետք է դիտարկել որպես գանգատ, որտեղ իր տակ միշտ կա հիվանդություն։ Կեսարյան հատման ցուցում չի հանդիսանում արտամարմնային բեղմնավորումը, եթե այլ ցուցումներ չկան։ Խլամիդիան սերմի որակի վրա չի ազդում, բայց սերմնատար ուղիներն է փակում։ Եթե դու պետք է անես մի բան լավ, իսկ մնացածը միջին որակի, ավելի լավ է այդ միջին որակի ոչ մի բան չանես։ Բայց որ գալիս է քո մոտ 41 տարեկան ծխող ճարպակալումով տղամարդը, ինչը վիրահատեմ։ Եվ եկավ այդ պատմական օրը ձեր բոլորի երազանքն իրականություն դարձավ վերջապես այս մարդու գրաֆիկի մեջ ժամանակ գտավ մեզ հյուրընկալվելու համար մեր հյուրը IVF Life ռեպրոդուկտոլոգիական կլինիկայի գլխավոր բժիշկ Ռիփսիմե Գամլետովնա, բարև ձեզ։ Բարև ձեզ Դավիթ ջան։ Ավել ներկայացնելու կարիք չկա, որովհետև ասում один Երևան, одна Ռիպա, հա, ասում один։ Դուք այն առաջատար մասնագետներից եք Հայաստանում, ովքեր զբաղվում են ռեպրոդուկտոլոգիայով, եւ իմ մատերի վրա կարելի է թվել մի քանի հոգու, դուք դրանց առաջամարտիկներից եք։ Ուզում եմ որ այս պահից վիդեոին լայք դնեք, դրանով ծափարում եք մեր Ռիփսիմե Գամլետովնային, արդեն մոտ 1000-ից ավել երեխաներ ծնվել են ձեր շնորհիվ։ Ինչքան թիվ կա։ 2000-ից ավել։ 2000-ից ավել երեխաներ վազվզում են Հայաստանի եւ ոչ միայն Հայաստանի փողոցներում, այգիներում, մանկապարտեզներում ու արդեն դպրոց են գնում։ Եվ ոչ միայն Հայաստանում։ Եվ ոչ միայն Հայաստանում, դե որովհետեւ ձեր մոտ պացիենտները աշխարհի տարբեր ծայրերից կան։ Ռիփսիմե Գամլետովնա, ինչ զգացողություն է, երբ որ ինչ-որ երեխա եք տեսնում մանկապարտեզա գնում, ինչ-որ ծնող մոտիկանում, հա, ասում է, բա գիտեք, այս Արսենչիկս ձեր շնորհիվ է ծնվել, հա։ Մի հատ զգացողությունների մասին կպատմեք երկու բառով։ Իրականում Դավիթ ջան, ամեն ծնված երեխա նույն հրաշալի զգացողությունն է ապարգևում ու դա տարիները չեն խամրացնում, բթացնում այդ զգացողությունը, բոլորի հետ երջանկանում ես, բոլորի հետ ուրախանում ես եւ իսկապես այնքան շատ է լինում, որ բալիկիս մանկապարտեզից, բալիկիս դպրոցից մոտենում են ծնողներ, բարևում են, ասում են, այս ճուտիկը ձեր շնորհիվ է ծնվել բժշկուհի ջան, ասենք տեսել եմ երեխային, երբ որ հյուր են եկել, մի քանի ամսականում արդեն մեծ բալիկներ են։ Երևի ամենամեծ երեխան արդեն 16 տարեկան է։ Ես այդ մեծ երեխան մի քանի տոտ իր երեխեքն ունենալու, արդեն դառնում ենք բան, չէ՞, դա էկո տատիկ, ասեցա թորներս են ես արդեն։ Դե կարելի է այդպես ասել։ Ռիփսիմե Գամլետովնա, ռեպրոդուկտոլոգիան բարդ մասնագիտություն է, ինքը առանձին մասնագիտություն է, չնայած մեծամասամբ գինեկոլոգներն են, չգիտես, ի վերապատրաստում դառնում ռեպրոդուկտոլոգ կամ էմբրիոլոգներն են որոշակի վերապատրաստում դառնում ռեպրոդուկտոլոգներ։ Ինչով է զբաղվում բժիշկ ռեպրոդուկտոլոգը, շատ հետաքրքիր հարց եմ ուզում տալ, որովհետև շատ ժամանակ մենք կա մի հատ կաստ է բժիշկ ռեպրոդուկտոլոգների, որ զբաղվում են ամեն ինչով։ Ուզում ասեմ, ինչով է զբաղվում բժիշկ ռեպրոդուկտոլոգը, որտեղ չես կարող դու ունես բժիշկ ռեպրոդուկտոլոգ ու զբաղվես, չգիտեմ, այնտեղ արգանդիմիոմաների հեռացմամբ, դրա հետ զուգահեռ զբաղվես այլ տարատեսակ բուժումներով եւ այլն։ Իրականում ի սկզբանե կուզեմ նշեմ, որ ռեպրոդուկտոլոգիան բժշկության այն մասնագիտությունն է, այն ճյուղն է, որտեղ բժշկությունը եւ հրաշքը իրար հետ համահունչ են գնում։ Այսինքն ուրոլոգիան է, որ էրեկտիլ դիսֆունկցիա ոչ, երբ որ անհույս մարդիկ գալիս են եւ տարբեր մասնագետներ ասում են, որ հնարավոր չէ դուք երեխա ունենաք եւ իրենք հղիանում են եւ մայրանում են։ Երբ որ պացիենտիդ ասում են դու ինքնուրույն չես կարող հղիանալ, որտեվ ինքը արդեն մի 6-7 հատ էկո է արել, դու պետք է գնաս սուրագատի, իսկ բժիշկը դեմ գնալով հարազատներին, ամուսնուն միայն պացիենտի հետ ուժ լինելով միասին պայքարում ենք ու կինը հղիանում է ու շուտով ծննդաբերելու է այդ աղջիկը։ Ուզում եմ ասեմ, հրաշքը ու բժշկությունը դա ռեպրոդուկտոլոգիան է։ Ուրոլոգիան գուցե բժշկությունը եւ հաճույքն է, չգիտեմ։ Ուզում եմ ասեմ, իրականում ռեպրոդուկտոլոգիան մասնագիտությունն է, որը որ բուժումը զբաղվում է անպտղության բուժմամբ, բացահայտմամբ, հետազոտմամբ եւ տվյալ զույգերին հղիացնելով։ Ես որպես ռեպրոդուկտոլոգ, դուք նշեցիք շատ բաներ, որոնք որ անում են գուցե այլ ռեպրոդուկտոլոգներ, ես չեմ անում, որովհետև ես ունեմ նեղ մասնագիտացում ռեպրոդուկտոլոգիա։ Ես ծնունդ չեմ վարում, ես ծնունդ չեմ ընդունում, ես կեսարյան չեմ անում, չեմ վիրահատում, որովհետև մարդ
պետք է անի այն, ինչ լավ է անում։ Եթե դու պետք է անես մի բան լավ, իսկ մնացածը միջին որակի, ավելի լավ է այդ միջին որակի ոչ մի բանը չանես։ Ես ունեմ շատ լավ գոլեգաներ, շատ փորձառու բժիշկներ, ում եթե պետք է պացիենտին վիրահատել, ուղղորդում եմ, պետք է հղիությունը վարել ծննդալուծել, ուղղորդում եմ։ Ես հղիացնում եմ բուժառուին եւ ու եկեք հենց մի անգամից խոսանք հենց ռեպրոդուկտոլոգիայից։ Ես էլ եմ մարդ, ով որ անպատղություն հիվանդներին շատ է սիրում, որովհետև մի անգամ ես հետաքրքիր դեպք պատմում, մտնում եմ եկեղեցի ման վառեմ, տեսնեմ երեխային բերեք 40-ին, ու բերել է, ասում տեր հայրի խոսքը կտրացին, բերեցին իմ տելեֆոնից, ասում գիտեք չէ, ես այն որ վիրահատեցիք եւ որ բանն, տղան գրել էր ինձ մի ամիս առաջ որ պապայեմ դառը արդեն մոտ, շատ հրաշալի զգացողություն էր, որ քո աշխատանքը լացում է, ասենք, այդտենց շատ կարճ զգացողություն է իրոք, երբ մենք պետք է ձինդոն անենք, որ արդեն կարելի է գնալ ռեպրոդուկտոլոգի մոտ ու երբ պետք չի գնալ ռեպրոդուկտոլոգի մոտ, ինչ եմ ես ասում, երբ պետք չի գալու, տղամարդը գալիս ասում ամուսնացել ենք կամ ամուսնանալ եմ պատրաստվում, ուզում եմ սպերմոգրամա հանձնեմ, ես միշտ դեմ եմ ելնում, որովհետև սպերմոգրամայում, եթե 20 տարեկան տղա է գալի կամ 25 տարեկան, ոչ թե 45, հա, երբ որ ունեք սպերմոգրամայում տեսնում եք, որ 100 միլիոն սպերմատոզոիդ ունի ու 18% շարժողանակություն, շատ մեծ հավանականությամբ բնական ճանապարհով կարող է հղիություն ունենալ, բայց տակը միացած դիագնոզը հայտնվում աստենոտերատո օլիգոզոոսպերմիա, ասած օրինակ աստենոզոոսպերմիա դիագնոզն է հայտնվում, ինքը սկսում է նուշկիքի մեջ ընկնել, ես իմացել եմ մարդ որ հարսանիքն է հետաձգել միջով այս հարցը չլուծվի, բայց ինքը հարց չունի, դա միշտ դեմ եմ իմ կարծիքով ամուսնությունից ու երեխա պլանավորելուց հետո պետք է անցնել հետազոտություն, դուք ինչ կարծիքն եք այս մասին։ Դավիթ ջան, ես մի քիչ չեմ կիսում կարծիքը, ես հակառակը խորհուրդ եմ տալիս հետազոտվել միջև պլանավորումը, որովհետև տեսեք, մարդիկ կան, նույն տղամարդիկ կարող է ունենա ոչ թե ինքը 100 միլիոն եւ 18%, այլ ունենա 0 Այդ ժամանակ գոնե զույգը երբ որ ամուսնանում է, ինքը գիտի, որ ինքը ունի խնդիր, ինքը երկար չի սպասում, ինքը չի հետաձգում բալիկ ունենալու հարցերը, եւ դա նաեւ կանանց է վերաբերվում։ Եթե կինը մի քանի կարևոր անալիզներ միջև ամուսնանալը տալիս է, երևի ամենակարևորներից մեկը դա սոնոգրաֆիա անելն է, մի քանի հորմոններ որոշելը, որպեսզի հստակ իմանաս ձվարանային պաշարդ լավ է, հատկապես երբ որ դու 30-ից հետո ես պլանավորում ամուսնանալ, եւ հատկապես երբ որ դու ամուսնանալուց հետո չես պլանավորելու մի քանի տարի բալիկ ունենալ։ Ճիշտ է նախապես իմանալ դու այդ ճոխությունը քեզ կարող ես թույլ տալ, որ հետաձգես քո մայրությունը, թե տարբերակներ կան, հա, պահպանելու մայրությունը կամ հետաձգել այլ մեթոդներով։ Բայց բժշկին ընդհանրապես ռեպրոդուկտոլոգին կանայք պետք է դիմեն սովորաբար, եթե ամուսնացած են։ Դե հիմնականում կանայք են դիմում, բայց զույգով են գալիս հետազոտության, տղամարդկանցից սովորաբար մի հատ սպերմոգրամա ենք ուզում, եթե խնդիրը արդեն ուղղորդում ենք մասնագետը զբաղվում է։ Ինչ մասնագետի Ռուբսիմը Գամլետովնա Urologandrologin։ Շատ մերսի, որ ձեր բերանից պետք է նախադասություն դուրս գար։ Այո, որովհետև կան իրականում խնդիրներ, որոնք որ դա վիտամին նշանակել բոլորս էլ կարող ենք, բայց կան հարցեր, որոնք պետք է նեղ մասնագետի մոտեցում, այսինքն թերապևտն է կարող է ինչ-որ վիտամին նշանակել ինչ-որ բանի համար։ Այստեղ սենց հարցն եմ ուզում ասեմ, իմ ասածը գիտեք, որ ստրեսային անպատվություն ինքը չափից դուրս շատ է հանդիպում։ Զույգեր չունեք, որ նորմալ է, ամեն ինչ լավ է իրացնում։ Չեն ունենում, որովհետև իրանց ամեն սեռական ակտը այդ երեխա ունենալու միտումը, մղումը, այ, всё։ Այս ամենը չստացվավ, դաշտանի ժամանակ պարկավ, լացեց, ամուսինը մի երկու օր գործից տուն չեկավ, այդ նևրոզի վրա, դու փորձա որ դուք չեք ունեն, չի ստացվելու ձեր մոտ, հա։ Դա համար եմ ես միշտ ասում, որ մի քիչ փորձեք էլի, հա։ Դա հոգեբանական անպատվությունն է, ես զույգ ունեի, որին որ անգամ ինսեմինացիայով 13 տարի ամուսնացած, ինսեմինացիաներ արեցինք, չստացվեց 4 փորձ։ Պատրաստում էինք արտամարմնային բեղմնավորման։ Հանձնեց անալիզները, մի քանի վիտամին եմ նշանակել կնոջը, դաշտանը չսկսվեց։ Եվ ինքը ինձ խոստովանեց, որ բժշկուհի ամուսնությանս առաջին օրվանից երևի սա միակ ամիսն էր, որ ես չեմ մտածել, որ պիտի հղիանամ, որովհետև գիտեի, որ մյուս ամիս գալիս եմ էկո անեմ։ Հետո երկրորդ բալիկին է շուտ բնականով հղիացրեցինք։ Դա հոգեբանական խնդիրը շատ կարևոր է։ Ոչ միայն կանանց, այլև տղամարդկանց պարագայում։ Տղամարդները ոչ լիարժեք ազգում, ասում են, ես չեմ կարող հղիացնեմ կնոջս, այլ ինչ տղամարդ։ Ես համամիտ եմ։ Բայց այդպես բան չկա, էլի, ասել։
Հատուկ շնորհակալություն եմ ուզում հայտնել մեր հաղորդման գործընկեր Bon Farm դեղագործական ընկերությանը։ Bon Farm-ը ամերիկյան դեղագործական ընկերություն է, ով շուկայում հայտնի է իր բիոակտիվ հավելումներով։ Այսօր կխոսենք մասնավորապես Bon Farm դեղագործական ընկերության բուսական անվտանգ պրեպարատ Non-Stress Forte-ի մասին, ով կօգնի ձեզ հաղթահարել ստրեսը, կարգավորել քունը եւ իջեցնել նյարդային լարվածությունը։ Իդեպ ամենակարևորը կուզեմ շեշտել, որ Non-Stress Forte-ն չի առաջացնում կախվածություն։ Պրեպարատը կարող եք պատվիրել Bon Farm Armenia դեղագործական ընկերության Instagram-յան էջին գրելով կամ զանգահարելով նշված հեռախոսահամարով։ Դե ինչ ելներս, առողջ եղեք։ Երկրորդ հարցը որ շատ է հանդիպում, երբ որ մարդկանց ես օրինակ այսօր հիվանդին վարիկոցել եմ, դու գիտեք, ես վարիկոցել եմ դավթարը ձեռս ման եմ գալիս, չնայած շատերը կան նաև ձեր գոլեգաներից, որ ասում են պետք չի վիրահատել վարիկոցել եմ, բայց դա դեմա լյուբոյ գիտական հետազոտության ու հոդվածի գալիս են, որ հիվանդը եկել է 45 տարեկան, ես ասում գնա արտամարմնային բեղմնավորման։ Քեզ մինչև բուժեմ Ես չգիտեմ քո հետ ինչ կլինի, քո կինն էլ 45-ը, կինը 38-35-ը, գնացեք արտամարմնային բեղմնավորման։ Բա արտամարմնային բեղմնավորում, սենց։ Ախր հենց այդ եմ ուզում եմ մի քանի հատ իրար այդ միֆեր էլի ջախջախենք արտամարմնային բեղմնավորման մասին։ Առաջինը, արտամարմնային բեղմնավորմամբ երեխեքը հիվանդոտ են։ Խնդրեմ։ Իրականում չկա նման բան, դրա մասին բազմաթիվ անգամներ խոսել են եւ խոսենք նաեւ այս հարթակից։ Հետազոտությունները ցույց են տվել, որ արտամարմնային բեղմնավորումով ծնված երեխաները նույնքան առողջ են եւ կասեի նույնիսկ որոշ չափով առավել առողջ, երբ որ պլանավորել են հենց գենետիկ հետազոտություններով այդ սաղմիկների, երբ որ սաղմիկային կյանքում արդեն ստուգված սաղմիկա տեղադրվել, քան բնական ճանապարհով ծնված երեխաները, այսինքն ոչ մի տարբերություն չկա։ Արտամարմնային բեղմնավորման երեխաները նույնպիսի առողջ հոգեկան, ֆիզիկական, մտավոր ունակություններ ունեն, ինչ որ բնականը։ Եվ ասացի, եթե գենետիկական հետազոտությունները անցած են այդ սաղմիկները, նույնիսկ ավելի առողջ կարող են լինել եւ ավելի ոնց որ ասած հետազոտված։ Մեր հյուրը Քրիստիան Ռոբերտովնան էր մի անգամ շատ հետաքրքիր բան էր, որ IQ-ն ավելի բարձր է էկոյով երեխեքի, քան սովորական, որովհետեւ էկոյով երեխեն ոչ թե ինչ որ գենետիկ խնդիր կա, էկոյով երեխեն ավելի սպասված է ու ծնողը իր վրա ավելի է դողում, երբ որ ինքը ծնվում է, սկսում է ավելի փոքր տարիքից զբաղվել, հիմնականում երեխեքի IQ-ն էլ մտավորականությունն էլ մտավոր ունակություններն են ու իրենց այդպես կյանքում հաջողությունները ավելի շատ են լինում։ Երկրորդ միֆը. ես էկո չեմ ուզում անել։ Դա ծնողներից էլ է կախված։ Հա, միանշանակ։ Երկրորդ միֆը. ես չեմ ուզում էկո անեմ, որովհետև ինձ հորմոններ են տալու, ես այդ հորմոններից կհիվանդանամ, թրոմբեր կունենամ, կչաղանամ եւ այլն, խնդրեմ։ Ուրեմն, էկոյի դեղորայքը չի առաջացնում գիրություն։ Դրա մասին բազմաթիվ հետազոտություններ են արել, մենք մեր փորձով ենք տեսնում մեր պացիենտների, անգամ դոնորների, կանայք դոնորների վրա, ովքեր որ գալիս են ծվաբջիջներ հանձնելու։ Էկոյի դեղորայքը այո, կարող է բերել արյան խտացմանը, եթե հատկապես կինը գենետիկորեն ունի դրա նախատրամադրվածությունը։ Այսինքն այդպիսի կանանց մենք ինչ ենք անում։ Մենք ուղակի խթանման փուլում նշանակում ենք հատուկ դեղորայք, որը որ արյունը ջրիկացնում է։ Հակակոագուլյանտներ, այո, կամ ֆրաքսիպարին կամ կլեքսամ, չգիտեմ դեղի անուններ կարելի է նշել թե չէ, ամեն դեպքում նշանակում ենք այդպիսի դեղեր, որպեսզի խթանման փուլում խնդիր չունենա։ Ես ասեմ ավելին, դեղորայքը, որը որ իրանք ստանում են, ավելի քիչ հորմոնալ նագրուսկա է, քան հետագա հղիությունը։ Հղիության ընթացքում տասնապատիկ, հարյուրապատիկ հորմոնալ նագրուսկայի տակ է ընկնելու կինը, եւ եթե ինքը ունի խնդիր, ինքը այդ ժամանակ է պետք է նույն այդ սրսկումները ստանա։ Այսինքն էկոյից առաջ պետք է նաեւ ստուգել տրոմբոֆիլիաները, Լեյդենի համախտանիշ եւ այլն մնացածը, որպեսզի ոչ բոլոր տրոմբոֆիլիաները հիմնականում Լեյդենին են, իրականում, այո։ Երրորդ միֆը, որ կա, որ էկոյով երեխեքը պետքա պարտադիր կեսարյանով ծնվեն, ասել։ Եթե մամինա Եթե երեխան էկոյով է, ուրեմն պետքա կեսարյան արվի։ Խի ցուցումը, ասեմ որն է, մանկաբարձ գինեկոլոգի վախը, որովհետև այդ երեխան այնքան սպասված է եւ ինքը ուզում է ծնողներին անպայման տա այդ երեխային, իսկ ծննդաբերությունը գիտեք, միշտ կարող է ինչ-որ մի բան այնպես չգնա եւ ցավոք սրտի երեխան ծնվի կամ չծնվի առողջ կամ կենթանի։ Այդ իսկ պատճառով ավելի շատ վախենում են թե կանայք, որոնք որ պնդում են կեսարյան հատման, ընդ որում կան կանայք, որոնք որ այնպես են պնդում, որ չէ
չես կարող դիմադրել, բայց կեսարյան հատման ցուցում չի հանդիսանում արտամարմնային բեղմնավորումը, եթե այլ ցուցումներ չկան։ Եթե կան այլ ցուցումներ, անկախ այդ կինը կեսարյանովա էկոյովա հղիացա թե բնական ճանապարհով, ինքը պետք է գնա կեսարյանի։ Մյուս միֆը՝ արտամարմնային բեղմնավորում, արհեստական բեղմնավորում։ Ես արհեստական երեխա չեմ ուզում, ոնց բաց, էս էլ խնդրեմ, որ ինքը արհեստական մեթոդ չի, ինքը արտամարմնային է։ Արտամարմնային բեղմնավորումը հենց դրա համար է կոչվում արտամարմնային, ոչ թե արհեստական, որովհետև ամենակարևոր process-ը բեղմնավորումը սեքսից հետո գնացող process-ը, հա։ Ահա, դրանից հետո գնացող process-ը տեղի ունենում ոչ թե կնոջ օրգանիզմում, արգանդափողերում եւ որպես բեղմնավորված սաղմիկ տեղավորվում արգանդում, այլ տեղի է ունենում լաբորատորիայում։ Այստեղ էմբրիոլոգն է հանդիսանում այդ համակցողը, այդ հրաշք գործողը, երբ որ ծվաբջիջին եւ սերմնաբջիջին միացնում է, ստանում է սաղմիկ եւ ռեպրոդուկտոլոգի օգնությամբ այդ սաղմիկը տեղադրվում է արգանդի խորոջ։ Ոչ մի արհեստական բան չկա այդտեղ։ Ընդ որում բջիջները բոլորը դրանք պատկանում են տվյալ պացիենտներին։ Երբեմն իրենց թվում է, որ դա արհեստական է, որովհետև չգիտեն որտեղից վերցրած բջիջներ են այդ արտամարմնային բջիջները։ Այդպես չէ, դրանք կնոջ սերմնաբջիջն է եւ իր ամուսնու, կնոջ ձվաբջիջն է եւ իր ամուսնու սերմնաբջիջն է։ Մենք միֆերին էլի կանադառնանք, հիմա մի քիչ կուզեմ խոսանք IVF Life-ից։ IVF Life-ը ինքը համատաբար նոր կլինիկա է։ Նոր անվանումը, նոր բրենդը, նոր շունչը եւ այլն, դուք հենց ակունքներում կաք որպես գլխավոր բժիշկ։ Ոնց հավաքվեց այդ թիմը, որ IVF Life-ի շուրջ հավաքվեց։ IVF Life-ը կարելի է ասել ինքը ռիբրենդինգ է այլ այսպես ասած կլինիկայից եւ լինելով նոր այնտեղի հավաքված մասնագետները Հայաստանի Հանրապետությունում համարվում են լավագույն մասնագետներից մեկը, որոնք որ հավաքվել են, լինի դա ռեպրոդուկտոլոգները, էմբրիոլոգները, այսինքն դա մի կլինիկա է, որը նոր լինելով ինքը նոր չի, որովհետև այն փորձառությունը, որոնք որ ունեն կլինիկայի մասնագետները, շատերը կերազ են ունենալ։ Այսինքն ինքը հին մասնագետների ոնց որ սուպեր թիմ է հավաքվել։ Այո, հին մասնագետների կարելի է այդպես ասել, սուպեր թիմ է հավաքվել, այո։ Այս տարի նաև առաջի անգամ Էշրեյում բանավոր զեկույցն ունենալու IVF Life կլինիկայից ինքը խնդրեց իր անունը չտամ համեստության տիպարի մնգերը, բայց տամ անունը Գևորգ Գրիգորյան, ուրոլոգը, ասաց ինքը առաջին անգամ որպես IVF Life-ի ներկայացուցիչ ինքը ելույթ ունենալու Էշրեյում համաշխարհային կոնգրեսի ժամանակ անպատղության չենք ունեցել Հայաստանից։ Ոչ, Հայաստանից ոչ մի անգամ մինչև այս տարի չենք ունեցել ոչ մի կլինիկայից ելույթներ Էշրեյում եւ դա իրականում շատ մեծ պատիվ է IVF Life-ի համար, որ մեր մասնագետը ելույթ է ունենալու զեկույցով։ Փարիզում, այո։ Չորեմ գամ։ Անցյալ տարի եկա, բայց օրինակ իմ համար ինքը անհետաքրքիր էր Էշրեն։ Չէ, անկեղծ էլ եմ ասում, որովհետև ուրոլոգիան շատ քիչ էր, ամեն ինչ կնոջ կողմը, կնոջ, կին, այդ խեղճ տղեկա 50% գործն իրենք են անում։ Մի 2-3 հատ լեկցիա էր ամբողջովին տղամարդկանց մասին։ Ճիշտ է, շատ ցավալ էր, էլի ես ու Արամ եկանք, սա ման եկանք, պատտվեցինք, ֆռացինք, ման գնացինք բլու ռիպս ուտելու, որովհետև իրոք մի քանի հատ լեկցիա էր, էլի։ Տղամարդու առողջության վերաբերող ամբողջովին կնոջը։ Եվ սաղմիկին, որովհետև իրականում Էշրեն դա սաղմնաբանության վրա հիմնված եւ կանացի պատմության, այո, ես կարծում եմ, որ անդրոլոգիակա գուցե այն չափով չի, որ դուք կուզենայիք տեսնենք, որովհետև դուք ուրոլոգիական կոնֆերանսների ժամանակ ամբողջապես մենակ տղամարդն եք։ Այս տարի օրինակ Եվրոպայի ուրոլոգների ասոցիացիայի կոնգրեսը Մադրիդում անցկացվող չոպից դուս հետաքրքիր, որովհետև լիքը լեկցիաներ կար նվիրված տղամարդկանց։ Կանանց ուրոլոգիական խնդիրներ չունեն, բայց երևի քիչ էր։ Չէ, ահագին սեկցիաներ կանանց անմիզապահության նվիրված քաղցկեղին, դե միզապարկի քաղցկեղ կամ երիկամի կամ միզածորանի քաղցկեղ թե այնտեղ է հանդիպում։ Կանանց նեյրոգեն խնդիրների, չէ, մենք սեքսիստ չենք Էշրեյի նման։ Չէ, Ռուսինե Գամլետովնա, ասացնե, իսկ նայեք, օրինակ մենք ունենք ռեպրոդուկտոլոգներ, որոնք շատ ակտիվ զբաղվում են տղամարդու անպատղությամբ։ Այո։ Ինչքանով է դա ձեր կողմից ընդունելի, երբ որ օրինակ նույն Էշրեն, նույն բանը, այդքան ուշադրություն չի դարձնում ռեպրոդուկտոլոգի մոտ տղամարդու առողջության կրթությունը, ինչքանով է ճիշտ որ ռեպրոդուկտոլոգը զբաղվի, ոչ թե մասնագետ ուրոլոգ, անդրոլոգը, ձեր կարծիքը։ Իմ կարծիքով պետք է զբաղվել զուգահեռ, այսինքն ռեպրոդուկտոլոգը
Կնոջ, բայց նույն ինքս էլ ես կարող եմ խորհուրդ տալ իմ պացիենտի ամուսնուն օրինակի համար չծխել, առողջ ապրելակերպ, այսպիսի բաներ, մի հատ սպերմագրամա հանձնել եւ եթե խնդիրներ կան, նեղ մասնագետի մոտ գնալ, որպեսզի հետազոտվի։ Ես ձեզնից հիվանդ չեմ տեսել, օրինակ ճունի փոշտի սոնոգրաֆիա։ Հա։ Ես ձեզնից շատ հիվանդներ եմ իմ մոտ ընդունում, շատ։ Հա, ես շատ ուրախ եմ։ Հա, ու չեմ տեսել պացիենտ, որ չունեն փոշտի սոնոգրաֆիա, այսինքն ինքը մինիմալ չէ, դա սերեդնի աստիճանի, ասենք մենակ խորը հետազոտություններ չկա, ձեր մոտից գալիս է, բայց տեսնում ես դու մարդիկ մի քանի էկո են անցել ու առաջի ամորդու սոնոգրաֆիան քո կաբինետում է տեղի ունենում։ Իրական ցավալի է։ Դա երևի պետք է իրազեկել, պետք է այդ դուք կոնֆերանսներ անեք հատուկ ռեպրոդուկտոլոգների համար։ Դե հա, միանշանակ։ Որտեղ զավոդը որ արտադրում է ցերմը, ես միշտ սպերմոգրամային չեմ վերաբերվում որպես ախտորոշում սպերմոգրամա, այսինքն աստենոզոոսպերմն իմ համար ախտորոշում չի։ Օլիգոզոոսպերմն ախտորոշում չի, սպերմոգրամը վիճակ է, գանգատ է, գլխացավն է, ոտքի ցավն է, անմիզապահությունն է։ Մի հատ էլ վատ սպերմոգրամայի ցուցանիշ իրան պետք է դիտարկել որպես գանգատ, որտեղ իր տակ միշտ կա հիվանդություն։ Հիվանդություն, որը մենք գիտենք կամ անվանում ենք իդիոպաթիկ, որովհետև չենք հասցրել հայտնաբերենք իր այդ պատճառները, օրինակ ես վերջերս տեքստ 11 գենի մուտացիաների մասին էի խոսում, օրինակ բերում է թեթև աստենոզոոսպերմիայի։ Հա։ Այսինքն մենք ունենք պացիենտներ ունեն այդ գենի մուտացիան, ճիշտ է, մենք դա այդ ոչ մի չենք կարող անենք, բայց որոնք գիտենք որ չենք կարող անենք։ Գիտենք որ այդ մարդը գնում է արտամարմնային բողմնավորման։ Հիմա ինչ եմ ուզում ասեմ, այսինքն սպերմոգրաման ինքը հիվանդներ կան գալիս են մի 5 հատ սպերմոգրամը ուրիշ ոչ մի հետազոտություն, իմ կարծիքով այդ տղամարդկանց հանդեպ ինչ որ բան է, դիսկրիմինացիա է, այլ։ Գուցե, բայց որովհետև երևի բժիշկը ավելի մասնագիտացված է կնոջ առողջության վրա։ Հետո բժիշկը ուղղությունը մենակ էկոն է, այսինքն հա դե 5 հատ սպերմատոզոիդ կա, վերջերի կա 5 հատ սաղմիկ ոնց է չլինի կստանանք, հա։ Բայց Դավիթ ջան, այս սրա հակառակ կողմն է կա, երբեմն այդ տղամարդիկ այնքան տարիներով բուժումներ են ստանում ուրոլոգների մոտ, այնքան բուժումներ են, երբ որ կնոջ տարիք արդեն անցնում է, գնում արդեն այնտեղ ծվաբջիջ չկա, իսկ ինքը դեռ բուժվում է ու բուժվում է։ Կարելի է խորհուրդ տալ, անել էկո, ստանալ երեխային, հետո կուզես կբուժվես, չես ուզի չես բուժվի։ Հենց այդ է հարցը։ Այդ հիմա հարցի մյուս կողմը, ուրոլոգիայի ու մնացած հարակից մասնագիտությունների կողմը։ Որ խեղճ տղամարդ իր անպատվությունը կապում են օրինակ քրոնիկ պրոստատիտի հետ ու դարեր շարունակ ինքը գնում է, քո սերմում ստաֆիլոկոկ կա։ Ուրեմն քո օլիգոզոոսպեր չկա տենց գիտական հոդված, որտեղ ասում է քո սերմում բանը օլիգոզոոսպերմիայի է բերում։ Ուրիոպլազմաներն են, որ ինչ որ 25% հավանականությամբ կարան սերմում փոխաբան բերեն։ Օրինակ խլամիդիան գիտեք, որ սերմի որակի վրա չի ազդում։ Կլինիկական հետազոտությունները ցույց են տալիս, որ խլամիդիան սերմի որակի վրա չի ազդում, բայց սերմնատար ուղիներն է փակում։ Բայց արտադրվող սերմը, արտադրվող ականացպոտ արգանդափողերը։ Բայց հետաքրքիրն է խլամիդիայի վիվանդը ինքը սերմի որակի վրա չի ազդում։ Սերմի ճանապարհն է փակ, բայց սերմը լավ որակի է, եթե լավ որակի է, ի սկզբանե ինքը լավ որակի է։ Շուտ հետո է սիֆիլիսով հիվանդների սերմի վրա չի ազդում, բայց մենք ունենում ենք տարբեր չի եղել, որ էկո են արել, հետո կամ ինչ-որ բանում հղիության ընթացքում պարզվել է բնական հղիությամբ, որ սիֆիլիս ունի մարդը։ Ինչքան տենց նմանատիպ մենք խնդիրներ ունենք, որոնք կապվում են տղամարդու անպտղության հետ ու բուժում են։ Սոնոգրաֆիա Կարկա ամորդիների ինչ չափերի են, գոյացություն կա, թե որ քաղցկեղ ունի այդ տղամարդը։ Իհարկե։ Քաղցկեղի առաջի ախտանիշը ամորդը անպտղությունն է։ Երկրորդը գոյացության շոշափումը։ Եթե անպտղություն ինքը համարվում է քաղցկեղի նախանշան։ Մի հատ սոնոգրաֆիա տենում ես ինչ-որ բան, չես տենում։ Վարիկոցելը տեսար չես տենում։ Սպերմոգրաման տեսար ինչ-որ խախտում որ կարա բերի հորմոնալ դիսբալանսի, տեսար դրանք, բայց ոչ այդ քրոնիկ պրոստատիտ, դա ես ձեր դաշտից խոսամ որ հա։ Հա ու ճիշտ եք ասում, անդրոլոգների, հա, ուրոլոգները մեծ մաս պետք է հաշվի առնեն կնոջ տարիքը։ Այո, դա ամենակարևոր իրականում ամենակարևոր ցուցանիշն է եւ նույնիսկ անպտղության դիմելու համար կարևոր ցուցանիշ է։ Ինչու՞ ենք ասում, եթե կինը միջև 30 տարեկան է, 35 տարեկան է, կարող են 1 տարի սպասել, հետո դիմել ռեպրոդուկտոլոգին, եթե չեն հղիանում։ Եթե 35 տարեկանից միջև 40 է, 6 ամիս, 40-ից հետո իրականում ամբողջ աշխարհ եւ էշրեն խորհուրդ է տալիս պլանավորել բժշկի հետ միասին, չնստել սպասել։ Միանշանակ, ես օրինակ ես ասում եմ, տարիքով հիմարներ կան, ինձանից նեղանում գնում են ուրիշ բժշկի մոտ, դուք գիտեք, ես ինչքան եմ սիրում վիրահատել անպտղությունով հիմարների, որովհետեւ արդյունքները շատ լավ են ելնում։ Բայց երբ որ գալիս է քո մոտ 41 տարեկան ծխող ճարպակալումով տղամարդը, ինչը վիրահատեն։
Այո։ Այդ փողը լավ այս աշխատեցի, ինչ անեմ հետո։ Մարդ գալու արդյունք ուզի ինձանից, ինչ բացատրեմ ես այդ մարդուն։ Ասեմ հա դու այն 5%-ի մեջ ես մտել կամ 20 կամ 20%, էդի կլի հապերություն։ Հիվանդ որ ռեալ շանս ունի, ասում դու ռեալ շանս որ չունի, ինքը պետքա գնա անպայման արտամարմնային բեղմնավորման, որովհետև դա խաղ ու պարա մարդու ապագայի հետագայի հետ։ Ես համաձայն եմ ձեզ հետ, որ ամեն դեպքում բոլոր նեղ միջանկյալ մասնագիտությունները նույնիսկ լինի դա կոնսուլտացիայի գինեկոլոգը, որը անպետքություն է բուժում, իրենք էլ են բուժում անպետքություն։ Եթե կինը տարիքը 35+-ա միանգամից ուղղորդեն մասնագետի մոտ։ Եվ գիտեք, ես մի հատ էլ ուզում եի Դավիթ ջան շատ կարևոր բանի մասին խոսել։ Դա մեր պտղաբերության պահպանման մասին կանացի եւ մայրության հետաձգման մասին, որովհետեւ շատ կանայք հիմա ունենք շատ գեղեցիկ, կարիերիստ կանայք, որոնք որ չեն պլանավորում մայրություն եւ նույնիսկ ամուսնություն չեն պլանավորում, պարտներներ չունեն, ինչ անեն այդ կանայք։ Իրենք մտածում են, որ ոչինչ, իրանց կարիերայի ամենապիկը կհասնի ինչ որ մի 45 տարեկանում, այդ ժամանակ իրանք բալիկ ունենան։ Բայց մեր ժամացույցը ներքին, այսինքն մեր ձվարանների pašարը կանացի։ Տատիկ պետք է լինես այդ տարիքում ըստ էվոլյուցիայի, ըստ քարե դարի օրենքների։ Քարե դար դե մենք քարե դարից անցել ենք, եկեք այդ բանով չանենք։ Գամլետովն էվոլյուցիոն տեսանկյունից քարե դարից մինչև հիմա բան չի անցել։ Ասենք անցել է 15000 տարի, ոչ մի բան չի անցել, հա, ընդամենը։ Այս ինչ-որ պլիվոկ վակի է անել միլիոնավոր տարիների մեջ։ Ու երբ որ վերջի 100 տարում է այս մի հատ բան է գնում, երբ որ դու շարունակեք հա միտքը հետո այս բան կանեմ։ Ես իրականում այդպիսի կանանց եւ ընդհանրապես այն կանայք, ովքեր որ չեն գտնում իրանց երկրորդ կեսին, չնայած ասում է չի կարելի կնոջ ասել երկրորդ կես գտնել, որտեվ ինքը մի ամբողջականություն է, ինքը կիսված չի, բայց միևնույն է, եթե կինը չի պլանավորում մայրություն, գոնե ստուգի իր ձվարանների pašարը եւ գոնե սառեցնի ձվաբջիջները պահպանելով իր հետագա մայրությունը եւ իր պտղաբերությունը։ Դա շատ կարեւոր է։ Ես ուզում եմ բոլոր կանայք լսեն, բոլոր աղջիկները, ովքեր եւ դա ճիշտ անել մինչեւ 35 տարեկան, որովհետեւ 35 տարեկանից կտրուկ սկսում է pašարը որակը ամեն ինչ նվազել։ Եվ իհարկե հիմա ես շատ ուրախ եմ, որ մեր օնկոլոգները սկսում են պացիենտներ ուղարկել պտղաբերությունը պահպանելու համար միջև քիմիոթերապիաները, միջև վիրահատությունները, որովհետև մենք էլ սերմի սառեցման ենք ուղարկում։ Կանացինը մի քիչ իրականում բարդ է լինում, որովհետև մենք ամեն դեպքում կան հատուկ պրոտոկոլներ, որոնք որ խթանում ես ձվարանները, որ հանես ձվաբջիջները, հետո ուղարկես իր առողջությանը, պայքարելու իր առողջության համար։ Խթանումը կարող բերի ինչ-որ ուրուսկային process-ի։ Չի բերում, չէ, հատուկ պրոտոկոլներ կան, որոնք որ հենց օնկո պտղաբերության պահպանման համար են։ Արտեմ Վիչսլավիչն էր վերջերս ոնց որ հոդված այդ պահով հրապարակել եվրոպական ժուրնալիստ մեկում Նաիրի բկի օնկո գինեկոլոգիայի վարիչը։ Այո, ինքը շատ ակտիվ։ Հենց պտղաբերությամբ էկո օնկոլոգիայի մասով էր։ Եվ ես շատ ուրախ եմ, որ հիմա օնկոլոգները արդեն խորհուրդ են տալիս այդ կանանց աղջիկներին, անգամ աղջիկներին, ովքեր որ սեռական կյանքով չեն ապրում։ Գնացեք, պահպանեք ձեր ձվաբջիջները, որովհետև քիմիայից հետո կարող է հնարավորություն չունենաք, կառողջանաք, բայց կարող է հնարավորություն չունենաք դառնալ մայրիկ։ Ոնց է կատարվում ձվաբջիջի զաբորը։ Կատարվում է ներերակային անզգայացմամբ, որովհետև դա համարվում է մեր էկո պրոցեդուր արտամարմնային բեղմնավորման process-ի մեջ ամենացավոտ պահը։ Իհարկե, եթե 1-2 ձվաբջիջ է, 1-2 ֆոլիկուլ է եւ տեղակայումը ձվարանների հեշտ է, կարելի է նույնիսկ առանց անզգայացման, բայց սովորաբար ներերակային անզգայացումով է կատարվում հատուկ, այսպես ասած, ներհեշտոցային սոնոգրաֆիայի տվիչի վրա ամրացնում ենք հատուկ ասեղիկի կրիչ, որով որ սոնոգրաֆիայի հսկողության տակ մտնում ենք ձվարան, հանում ենք ամբողջ ֆոլիկուլար հեղուկը եւ հետո էմբրիոլոգը նայում այդ հեղուկում ձվաբջիջներ կան թե չկան։ Դա կատարվում է սոնոգրաֆիայի հսկողության տակ, որպեսզի բացառի հարակից օրգանների վնասումը, արնայության ռիսկերը եւ այո, տեսնես որտեղ ես մտնում։ Դա ամենակարևորը բանը մատով չես գա շոշափ այս ֆոլիկուլն, այս տես մտանք, չունես կարող։ Ռեպրոդուկտոլոգիայի այ վիրաբուժական մասնիկը դա է։ Իսկ զաբորանելուց հետո եթե ձվաբջիջները կան, միանգամից կարելի է մտածել բեղմնավորման մասին այդ պահին։ Այո, միանգամից եթե զույգ է ամուսնացած եւ պլանավորում է արտամարմնային բեղմնավորում, միանգամից բեղմնավորում ենք։ Եթե չէ, օրինակ պահպանում է ձվաբջիջները, անմիջապես այնտեղ կան պրոտոկոլներ, որով որ սառեցնում են ձվաբջիջները։ Ունե մի քանի աստիճանով իջնում է։ Ես մենքն նայում եմ սերմի սառեցումը ոնց են անում։ Հա, սերմի սառեցումը ուրիշ ձև են անում, հա, ձվաբջիջների հերթով աստիճանով իջացնես, հետո հերթով աստիճանով տաքացնես, որ հանես դուրս։ Շատ հետաքրքիր։
Մեր հաղորդման գործընկերն է բժշկական գենետիկայի եւ առողջության առաջնային պահպանման կենտրոնը։ Բժշկական գենետիկայի կենտրոնը Աբովյան 34/3 հասցեում գտնվող բոլորդ էլ գիտեք, ու գիտեք, այնտեղ կարելի է հանձնել գենետիկական անալիզներ, մասնավորապես պարբերական հիվանդության հետ կապված։ Սակայն քչերը գիտեն կամ զարմանում են մեկ-մեկ, որ բժշկական գենետիկայի կենտրոնում կարելի է հանձնել անալիզների ամբողջ սպեկտրը, սկսած արյան ընդհանուր քննությունից վերջացրած բարդ NGS պանելներով կապված հղիության, օնկոլոգիական հիվանդությունների, ռևմատոլոգիական հիվանդությունների, սիրտանոթային հիվանդությունների եւ այլ տարբեր տեսակի պաթոլոգիաների համար։ Կարող եք հանձնել հորմոնալ տեստեր, կենսաքիմիական տեստեր, մանրեաբանական հզոր լաբորատորիա, PCR լաբորատորիա եւ շատ ծառայություններ, որ մատուցում է բժշկական գենետիկայի կենտրոնի պրոֆեսիոնալ, բարի ու շատ ընկերասեր թիմը։ Մանրամասների համար կարող եք զանգահարել 015 800 հեռախոսահամարով կամ այցելել cmg.am կայք։ Իդեպ բժշկական գենետիկայի կենտրոնը անցել է ISO հավաստագրումը։ Դե ինչ սիրելիներս, այցելեք մեր մոտ ու առողջ եղեք։ Մյուս հարցը, որ ես կուզեմ տամ, կապված է վիտամիններից խոսացինք։ Ես միշտ նկատում եմ սկզբում, որ основной հիվանդություն թողած մենք սկսում ենք հիվանդներին ինչ-որ վիտամիններ նշանակվել։ Միշտ օրինակն եմ բերում հիվանդին, ասում եմ պատկերացրու ավտոյի վրա ծառը անգել։ Շուտ ծառը չհանես դնես մի կողմ, քեզ տամ դզող փչողի մոտ։ Այդ վիտամինը դզող փչողն է։ Ծառը основной հիվանդությունը պետք է հանել դնել մի կողմ, որովհետև մենք կարող խնդիր ունենանք։ Ես հաստատվեցի ու պատասխանեցի մենք։ Ես համամիտ եմ ձեզ հետ, որովհետև եթե խնդիր ունի թե կինը թե տղամարդը, մինչև խնդիրը չլուծես, անգամ այն մեթիլֆոլատը, ֆոլատիթուն կամ ինչ որ այլ վիտամին չես նշանակի, ինչի համար։ Ուղղակի խմելու չէ։ Խմելու ու էդի բավականաչափ խնդիրներ ա բերում։ Էկոյի տոկոսները։ Մարդիկ կան, գալիս են, ասես նեղված, էկո արեցինք, չստացվեց։ Ինչի՞ է դա կապված, չստացվելը, քան տոկոս հավանականություն ինսեմինացիայի ու էկոյի ժամանակ որ հղիություն կլինի, էսի շատ կարևոր թվեր են, որովհետեւ մարդը գիտի թե էկոն 100%-անոց է։ Ճիշտ եք ասում։ Ուրեմն սովորաբար ինսեմինացիան համարվում է միջինը 15% հավանականություն։ Իսկ բնական հղիությունից 15% ավել։ Բնական հղիությունից 3-ից 4 անգամ ավել է հավանականությունը հղիացնելու, բայց ինքը ընդհանուր 15% է տալիս, մոտավորապես 15% յուրաքանչյուր փորձի համար։ Այսինքն 6 հատ պետք է անես, որ ինչ-որ արդյունք ստանաս։ Իրականում համարվում է, այո, 4-ից 5, որովհետև ինքը դուք շատ ճիշտ նկատեցիք, ունի կումուլատիվ հաջողության շանս։ Ինչքան շատ ես անում սերմնավորումները, այնքան հավանականությունը, որ կինը կհղիանա, իհարկե, եթե արգանդափողերը բացեն եւ եթե սերմը ինսեմինացիա է, ոչ թե արտամարմնային բեղմնավորման։ Հա, մեկ-մեկ տեսնում ես մի տոկոսանոց սերմով ինչ-որ ինսեմինացիա։ Այո, մի միլիոնանոց սերմով, որը որ իրականում դա պրոստը չեմ կարող ասել, էլի։ 10%, մի 100 միլիոնից էլ ավել, նոր կարող։ Սովորաբար 8 միլիոն ակտիվ սերմնաբջիջները արդեն ինսեմինացիայի համար նորմալ են, տալիս են հղիություններ 7-ից 8, դրանից պակաս արդեն պետքա լինի արտամարմնային բեղմնավորում։ Բայց դա է քիչ, ինձ թվում է ավելի բարձր թվերի պարագում ավելի լավ կստացվի։ Երբ որ դուք կարող ես ստանալ օրինակի համար 100 միլիոնից մշակես 8% ակտիվ սերմաբջիջ լինի, ստանաս 8 ակտիվ արագ շարժվող A կլասի ոչ թե սպերմոգրամայի մասին է խոսքը, այլ հետոյի մասին։ Այո, հետոյի մշակված ստացած սերմի մասին է խոսքը։ 15%։ 15%։ Եվ համարվում է 4-ից 5 փորձը մոտավորապես 30-ից 40%-ը, որը մեկ արտամարմնային բեղմնավորման միջին տոկոսն է։ Իսկ ո՞նց է էկոն ինսեմինացիան կատարվում է դրկած։ Ինսեմինացիան շատ հեշտ պրոցեդուրա է, մշակված սերմը հատուկ ներարգանդային կատետրով շատ բարակիկ ներարկում են կնոջ արգանդի խոռոչ։ Կինը ոչ մի ցավ չի զգում, ոչ մի տհաճություն չի զգում, այսինքն այնտեղ ոչ մի պրոցեդուրաներ, երբ ոնց որ կինը քսուկ ես վերցնում կնոջից, դրեցիր հայլիները եւ այդ փոքրիկ կատետրով ներարկում ես սերմը արգանդի խոռոչ։ 10-ից 12 րոպե պարկում է ու վերջ։ Պետք չի սահմանափակել ֆիզիկական ակտիվությունը, պետք չի ինչ-որ գնալ տունը պարկել, որ հղիանա, որովհետեւ այո, որովհետեւ հակառակը պետքա ակտիվ լինել, որպեսզի արյան հոսքը փոքր կոնքում լավ լինի եւ հղիանալու շանսերը մեծ լինի։ Էկոյի շանսերը։ Էկոյի շանսերը միջինում համարվում է 30-ից 40%, որովհետեւ միջինը 100% չի։ Այո, եւ սակայն բոլոր պացիենտները, ովքեր որ գալիս են, իրենք մտածում են, որ էկոն դա այն 100%-անոց բուժման մեթոդն է։ Չկա նման բան։ Ինչու է միջին ասած, որովհետև ավելի երիտասարդ տարիքային խմբերը տալիս են ավելի մեծ տոկոսներ եւ իհարկե երբ որ կինը 40 տարեկանից բարձր է, հատկապես 42-3-ից, այնտեղ մինչև 5% կարող է լինի հղիանալու հավանականությունը։ Ես այստեղ կուզեմ նաեւ նշել մեր մոտ մեր կլինիկայի տոկոսների մասին, որոնց մասին մենք իհարկե կիսվել ենք մեր
պացիենտների հետ եւ Instagram-յան մեր հետևորդների հետ, մեզ դա շատ ուրախացնում է, որովհետեւ մեր կլինիկայում արտամարմնային բեղմնավորման տոկոսները մեր ստացած սաղմիկներով 73% է։ Շատ լավ։ Դա իրականում շատ լավ թիվ է, ընդ որում հաջողության գրավականը։ Հաջողության Չէ, օրինակ ինչ եք դուք անում, որ ձեր 30-40% վերածվել է 73-ի։ Պացիենտներին եք ճիշտ ընտրում, չգիտեմ։ Անհատական մոտեցում, պրոֆեսիոնալ թիմ, ժամանակակից մեթոդներ, այսինքն այնպիսի մեթոդներ ա կիրառվում նույն ձվաբջիջների ակտիվացման, նույն սաղմիկների ստացման, որ շատ տեղերում չի արվում։ PGD-ն դա իրականում համարվում է լավագույն տոկոս բարձրացնելու մեթոդը, այո, պատկերացրեք հիմա նույն Ֆրանսիան, հա, որ ինքը շատ պահպանողական է, իրանք խորհուրդ են տալիս անել արտամարմնային բեղմնավորում, տեղադրել 1 ստուգված սաղմիկ եւ իրենց մոտ էլ անկախ արգանդի լորձաթաղանթի չափերից այդպիսի հետազոտություն էին արել, որ ցույց էին տվել, որ հավանականությունը հղիանալու մեծ է, երբ որ կնոջ տեղադրում ես գենետիկորեն ստուգված առողջ սաղմիկ։ Միանշանակ։ Եվ այդ իրականում այդ պայքարը կա։ Սաղմիկն է կարևոր, թե այդքան թանկ չի։ Իրականում ավելի լավ է մի անգամ անել PGD, քան թե մի 2-3 անգամ անել արտամարմնային բեղմնավորում անհաջող, այսինքն տեղադրել սաղմիկներ, որոնք որ տեսքով լավն են, բայց գենետիկորեն իրեն կարող են ինչ-որ մի խնդիր պարունակել, որը բերի նրան, որ ուղակի սաղմիկը չի ամրանում կամ ամրանանալով բերում է չզարգացող հղիության։ Եվ շատ կարևոր է, դա ես նաև պնդել եմ մեր պացիենտներին եւ դրա մասին բազմիցս խոսել եմ, որ երբ որ սաղմիկներին տեղափոխում են մի կլինիկայից մյուսը, մի երկրից մյուսը, դրանով հավանականությունը չի նվազում։ Այսինքն այսպիսի նույն միֆերից կան կամ կարծրատիպերից, որ եթե սաղմիկին տեղափոխես, կփչացնես։ Օրինակ մենք շատ մեծ փորձ ունենք սաղմիկների տեղափոխման հունվարից մինչև հիմա բավականին շատ պացիենտների սաղմիկներ ենք տեղափոխել, մոտ 100-ից ավել, եւ ես ձեզ ասեմ, եւ դա նույնպես ուրախացնող է, որ տեղափոխված սաղմիկներով տոկոսները հղիանալու 58% է մեր կլինիկայում։ Դա նորից համարվում է բարձր տոկոս։ Իրականում, այո, ինչի համար, որովհետեւ թիմային աշխատանքը անհատական մոտեցում է։ Մենք ունենք Հայաստանում երևի նորագույն, լավագույն կրիոտրանսպորտի այդ դյուարը, որը ունի տարբեր տվիչներ իր վրա, թե խոնավության, ջերմաստիճանի եւ ամեն ինչի, որ շատ տեղերում չկան։ Որ այ որ սաղմիկների տեղափոխման, այսպես ասած, կոմֆորտ պայմաններում տեղափոխել։ Սաղմիկների, որ նայում են, հասկանում են երեխան ինչ աչքեր է ունենալու։ Չէ, դեռ չկա դա։ Դեռ չկա։ Չէ, բայց օրինակ PGD-ն թույլ է տալիս լիքը օրինակ վերջերս հիվանդեր դիմը, որ ունեն մաշկային գենետիկ հիվանդություն։ Այո։ Ես իրանք բնական հղիանալու լրիվ շանսեր ունեն, բայց տղան ասում է, ես չեմ ուզում իմ երեխան նույնի մեջով անցնի, ինչ որ իմ ես եմ անցնում, հա ինքը մաշկային գենետիկ խնդիր է։ Չես խորհուրդ տվեց PGD-ն ու PGD-ն իրենց մոտ շատ լավ ստացվեց, որովհետեւ կոնկրետ այդ գենը, որ իր պետք է, գենը չկա էլ իր բալիկի մոտ հաստատ չի լինելու, այդ հիվանդություն չի ժառանգելու, հա, շատ մարդիկ քիչ կան Հայաստան, որ այդ աստիճան գրագետ ու ճիշտ մոտենում են երեխայի պլանավորման հարցին, որովհետեւ այտենց։ Մենք իրականում կարող եմ մենք է շատ չենք խոսում դրա մասին, որովհետեւ պացիենտները եթե շատ չեն օգտվում տարբեր ինտերնետից եւ այլն, դա բժիշկների օգնությամբ կարող են տեղեկանալ։ Նույն սկսած ուրոլոգից, ռեպրոդուկտոլոգից, գինեկոլոգից կամ այն նույն խնդրի բժիշկից, որով որ իրանք տարապում են, հա։ Եթե տվյալ բժիշկը ասի, գիտեք, դուք կարող եք երկրորդ բալիկին պլանավորել առանց տվյալ խնդիրը ունենալու։ Այս մեթոդով։ Այդ ժամանակ պացիենտը տեղեկացված է լինում։ Որտեղ մենք հասել ենք մի դարով, որ պրեպուբերտատում Klinefelter-ից կարելի է սերմ ստանալ ու Klinefelter-ով մարդը երեխա ունենա վաղը։ Այսինքն շատ հետաքրքիր է, էլի, ասենք։ Ես ճիշտ է, կյանքում չեմ տեսել հիվանդ, որ պուբերտատից հետո մեծ տարիքում Klinefelter-ով սերմ է լինում ստանել, բայց ասենք 13-14 տարեկան երեխու մոտ եթե ախտորոշված պուբերտատ կա, հնարավոր է ստանալ, սառեցնել ու հետագայում ու կան դեպքեր, որ սերումներ կա։ Գիտեք, Էշրեի ես չեմ հիշում որ կոնֆերանսներ, դա ինձ թե ASRM-ներ չեմ հիշի, հիմա սուտ չասեմ, բայց հատուկ հետազոտություններ հենց Klinefelter-ով պացիենտների վրա, որոնք որ ստացել էին հղիություն, երևի ամբողջ աշխարհում կամ 5 կամ 7 երեխա է այդպես ծնվել։ Բայց դա հասել ենք, բայց դրանք հարյուրավոր պացիենտներ
անհաջողության են մատնվել, նոր դա ստացել են այդ մի քանի բալիկներ։ Կլայնֆելդերը երբ որ երեխա է ունենում, դա ավելի շատ նման է, որ դու սաղ բնության օրենքներին դեմ ես դուրս գնում։ Երբ որ առաջի պահից, երբ որ այդ մարդու բեղմնավորումն եղել է, բնությունն ասել է, «Վсё, դու Կլայնֆելդեր ես, դու էլ երեխա չես կարող»։ Բժշկությունը ասել է, «Ստոպ, բնություն, դու այդքանը ճիշտ չես»։ Մենք ստեղ էլ կարանք աշխատենք, դա շատ հետաքրքիր կայֆ պահ է։ Ես միշտ գիտական մարդիկ կան չվախում են, ասում են, «Օ, բնության պետք չի դեմ դնա», պետք է, որովհետև բնությունն իդեալական չի ու գիտությունը կարա լրացնի բնությանը, էլի։ Դե գիտեք, հիմա շատ առաջատար են նաև նույն ցողունային բջիջները վերարտադրողական բժշկության մեջ, այսպես կոչված արհեստական արգանդի ստեղծումը, որպեսզի փոխնակ մայրությունը տեղափոխվի մի այլ ոլորտ, շատ երկրներ այդ ուղղությամբ աշխատանքներ են անում, նույնիսկ մաշկային բջիջներից, սեռական բջիջների ստացումը, այսինքն այդ բոլորը իհարկե դեռ կենդանիների վրա է արվում։ Դե CRISPR-ը, որ մեթոդները գեների մոդիֆիկացիայի ու գեների ինժեներիայի, հա, այդ որ կարելի է ստանալ լիքը ծանր հիվանդություններով մարդիկ, նույն արտամարմնային բեղմնավորման շնորհիվ Down-ով հիվանդներն են երեխաներ ունենում, այդպես դեպքեր կա վերջերս նկարել տեսը Down-ով հայրն է ու առողջ տղան է հայրը, շատ հետաքրքիր նմանատիպ դեպքեր կան։ Դոնոր, ով կարա լինի սերմի ու ձվաբջջի դոնոր։ Ձեր մոտ կա չէ դոնորության գաղափարը IVF life-ով, կասեք դրանք առողջ կանայք եւ տղամարդիկ են առողջ շեշտեք որ նաեւ նոր մենք խոսում ենք Անիի հետ որ հոգեբանական այդ լրիվ մանրամասն ասեք իրենք հոգեբանական հոգեբուժի կոնսուլտացիա անցած այսինքն մարդիկ ովքեր որ չունեն ոչ հոգեբուժական խնդիրներ ոչ նարկոլոգիական խնդիրներ ֆիզիկապես առողջ են այլ խնդիրներ ժառանգական հիվանդություններ չունեն նման դոնորներին սովորաբար կլինիկաները հետազոտում են այսպես կոչված ոտքից գլուխ, որ վստահ լինեն, որ լավ եւ առողջ գեն են փոխանցելու իրենց պացիենտներին, ովքեր որ ունեն դոնորական բջջի կարիք։ Կանանց համար մինչեւ 35 տարեկան են, իրականում նախընտրել է մինչեւ 32 տարեկան, քանի որ այդ ժամանակ ձվաբջիջները ավելի լավն են լինում եւ որակյալ, տղամարդկանց համար մինչեւ 35-6 տարեկան կարող է լինել, ընդ որում ասեմ, դոնորները կարող են անգամ երեխա չունենալ։ Դա թե տղամարդիկ, թե կանայք, որովհետև դա պարտադիր պայման չի, ի տարբերություն օրինակ փոխնակ մայրիկները մեր Հայաստանի Հանրապետության օրենքով պարտադիր պետք է մեկ սեփական երեխա ունենան։ Հոգեբանական կապ չստեղծվի պետք է դրա համար է այդ օրենքը տես, որ պետք է սուրոգատ մաման անպայման երեխա ունենա։ Չէ, որովհետև ամեն դեպքում ես ենթադրում եմ, որ հղիությունը ինքը իր ռիսկերը ունի, որ կարող է հետո ինքը չկարողանա իր սեփականը ունենա, դրա համար գոնե մեկը իրանը պետք է ունենա եւ դա հավաստում է նրա մասին, որ այս կինը կարող է հղիանալ։ Իսկ մարդ եկել է ձեր մոտ, ասում է ես ուզում եմ դոնորական սերմով երեխա ունենամ, կինեմ ամուսին չունեմ, ամեն ինչ օքեյ, ուզում եմ ոնց եմ պատմում, ինչ ձևի տղամարդա, ինչ աչքեր ունի, ոնց է, կամ նկարն եք ցույց տալի։ Նկարը իրականում նկարը չենք ցույց տալիս, բայց շատ կուզենայինք, որ տղամարդիկ չհամաչեն, գոնե իրենց մանկական նկարները թողնեին, որ ենթադրաբար կինը իմանալ ինչպիսի երեխա կարող է ունենալ տվյալ դոնորից, բայց ամեն դեպքում տղամարդիկ ամոթխած են այդ առումով։ Չկնան ասել քո երեխան է, ալիմենտներ ուզեն, դրա համար չեն ուզում։ Չէ, ես նույնիսկ մի դոնոր կին ունեի, աղջիկ ասեց, բժշկուի ջան, կարող է ունենան այդ երեխուն, հետո բերեն ասենք հո ձվաբջիջովա դու պետքա պահես։ Ասի չէ, դա ոնց որ ասած ինկոգնիտա է, այսինքն մարդիկ անանուն դոնորներ են լինում։ Եվ իրանց ինֆորմացիան իրանց նկարագիրն է, մարմնակազմությունը, կրթությունը, այդ ամեն ինչը նկարագրված է հատուկ իրենց դոնորների անկետանների մեջ եւ կինը թերթերով ընտրում է ինչպիսի աչքերով կամ ինչպիսի մազերով, ինչ կրթությամբ դոնորա ուզում ընտրել։ Շատ հետաքրքիր, իսկ ինչքան փող եք տալի դոնորներին։ Այդ հարցին այնքան են տալի, ասեք, էլի բաց ասեք, հա։ Բաց ասեմ, այդ հարցի համար գրեք անձնական IVF Life կլինիկայի էջին եւ մենք սիրով կսպասենք որպես դոնորներ ձեզ մեր կենտրոնում թե տղամարդկանց թե կանայք։ 1 կիլո սերմ ինչքան մի կիլո սերմ։ Դուք պատկերացնում եք 1 կիլո սերմ հանձնելու համար ինչ պետք է։ 2 միլիլիտր է միջինը մի սպերմա բանը, այտենց ահագին էլի ասենք։ Դե հա միլիարդատեր կդառնա։ 1 կիլո սերմ։ Մեկը հիմա այտենց մտքերով է։ Մենք մենք ամլետը վերջի հարցը բնական հղիությունից տամ ու եզրափակենք մեր հաղորդումը 3 օրը մեկ սեքսով զբաղվելը օքեյ է թե չէ։ Հղիություն պլանավորես, որտեղ լեգենդ կա, պետք է 3 օրը մեկ սեքսով զբաղվես։ Ես
Մատսը կարծիք լսեմ։ 3 օրը 1 չէ, բայց երբ ինչպես ցանկանում են, այդպես է զբաղվում են, որովհետև երբ որ դու դնում ես այդ այսպես ասած Թայմինգի մեջ։ Այո, թայմինգի մեջ պացիենտը արդեն ոչ թե ստանում է հաճույք իր կնոջից կամ իր ամուսնուց, այլ մտածում է կստացվի թե չի ստացվի հղիանալ։ Սովորաբար սերմի վերականգնման համար գոնե օրը մեջով կարող են հարաբերություններ ունենալ։ Ես ամեն օրն եմ խորհուրդ տալիս։ Ես պացիենտներ ունեմ, գիտեք, ամեն օր եւ օրը մի քանի անգամ ովքեր որ հարաբերություն էին ունենում, չէին հղիանում։ Երբ որ ասացի օրը մեջով ունեցեք, այդ ամիսներին մի անգամից հղիացան։ Հետաքրքիր ուրիշ բան ասեմ, այդ կարող է մի քանի հատ շփոթ դեպք, բայց ֆրագմենտացիա դնետը ֆրագմենտացիա առումով առավոտյան տված սերմը ավելի շատ է ֆրագմենտավորված դնետն, քան երեկոյան սերմի մեջ, այսինքն ոչ թե երեկոյան, այլ երրորդ անգամ, դրա համար միշտ ես ասում եմ հղիությունը հավանականություն է, ինչքան շատ այդքան լավ, չգիտեմ, էլի այդ արդեն սերմը միշտ էլ կարելի է։ Հա, բայց պետքա կարողանաս այդքան հարաբերություն ունենալ։ Այդ ուրիշ հարց է, Այդ կարևոր հարց է, որովհետև դու կարող ես ամեն օր դու խորհուրդ տակ ամեն օր, բայց 7 օր հետո այդ տղամարդը չուզենա տունգա։ Ես այսօր զբաղված եմ։ Դրա համար եկեք ասում եմ ոսկե միջինից շարժվենք։ Տղամարդիկ կան, որ ասում են սեքսը կարճ է տևում 5 րոպե, ասում եմ արխային մի քանի տարի կանցնի, ախ կտաս որ 5 րոպե տևի դու անգիստ կնես դրել։ Okay։ Ուսում եմ Գամլետովնա 3 գիրք, որ խորհուրդ կտակ կարդան մեր հետևորդները։ Ես ասեմ վերջին կարդացածս գրքերից, հիմա շատ քիչ է ստացվում կարդալ գեղարվեստական գրքեր, ցավոք սրտի, բայց ես խորհուրդ կտամ կարդալ Խալեդ Հուսեյնի Օթապարուկ թռցնողը, իրականում այն գիրքն է, որ երևի ես մի գիշերում եմ կարդացել, սարսափելի տպավորված էի ու մտածում էի ինչ լավ է որ ես այդ երկրում չեմ ծնվել, այսինքն այդ գիրքը Աֆղանստանը։ Իրականում այդ գրքերը կարդալով հասկանում ես որ երբ որ ասում ես երբ կան չէ մարդիկ ասում են ինչի ես չծնվեցի Ամերիկայում կամ Եվրոպայում ծնվեցի Հայաստանում, ես միշտ ասում եմ դու կարող էիք ծնվել Սոմալիում եւ հիմա ասում եմ դու կարող էիք ծնվել Աֆղանստանում։ Այո, Աֆղանստանում, որը որ իսկապես շատ հուզիչ, շատ էմոցիոնալ, շատ լացացնող գիրք է։ Վերընթերցել Աստվածաշունչը, որովհետև շատ կարևոր է։ Որն է Աստվածաշունչը։ Չեմ կարա տող ասեմ, որովհետև ես ուղակի ընթերցում եմ։ Okay։ Ես միայն հետևելով երևի Աստվածաշնչի այսպես ասած խոսքին, որ պետքա միշտ դիմացինի աշխատես բարի լինել, ասում են նենց ապրես ոնց որ կամենաս կմնացած բանը իսկ հաջորդը եւ հաջորդը Մարկ Արեսի անատոլիական պատմությունների այո այդ այնտեղ որ վայրի վարդերն էին ծաղկում թե էլի շատ հուզիչ Բայց լավին հասցնում եք կարդալ։ Հա, բայց գիտեք ինչն է վատ, որ վերցնում եմ պետքա արագ կարդամ, որովհետև հետո չեմ կարողանալու կարդամ, դե մի գիշերում կարդամ, որտեղ վաղը աշխատանքի եմ։ Դրա համար շատ ռեպրոդուկտոլոգի աշխատանքն ոնց է շաբաթ կիրակի չկա, պունկցիա։ Այո, որովհետև մեր աշխատանքը կախված է մեր պացիենտների դաշտանային ֆունկցիայից, ձվարանների աշխատանքից։ Մենք չենք որոշում երբ աշխատենք, երբ հանգստանանք։ Որոշում է դաշտանը։ Սա լավ ինչ է, սա լոզունգն է, որոշում է դաշտանը։ Որոշում է ձվարանը։ Ձվարանը։ Դե ինձ մեր այսօրվա հյուրը IVF Live կլինիկայի գլխավոր բժիշկ Ռիփսիմե Գրիգորյանն է, Ռիփսիմե Գամլետովնան, շատ մերսի հյուրընկալելու համար, հետաքրքիր զրույց ստացվեց։ Ինձ թվում է, կսպասենք ձեզ եւս մի քանի անգամ, մենք շատ թեմաներ կունենանք քննարկելու IVF-ի ու ձեր աճի հետ զուգընթաց, ինձ թվում է ժամանակաժամանակ մենք ասելիքներ կունենանք։ Մերսի շատ Ռիփսիմե Գամլետովնան։ Շնորհակալ եմ հրավերի համար։ Սիրով կհյուրընկալեմ Եվս մեկ։ Իսկ դու չմոռանաս բաժանորդագրվել IVF Live-ի Instagram-ին, Dr. Srom-ին ու իմ Instagram-ին, որ քո բալիկները լինեն կյաժ մազերով կան պուտաչիա գեղեցկադեմ երեխաներ։ Առողջություն։